Վերջին թեման, որի մասին խոսեմ եւ կավարտեմ այսօրվաց լայվը, ուրեմն այս շաբաթվա սկզբին էր, որ Նիկոլն ու ուրեմն Ալիևը մեկնեցին ուրեմն Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ ստացան այդ Զիադ, չգիտեմ անունը, խաղաղության բարեկամության մրցանակը, ոգևորությամբ էլի ձեռք սեղմեցին, ուրախացան, Պապը ողջունեց երկուսին, Թրամփը այդպես ասած բարի խոսքեր էլի իրենց հասցեին հրճակեց։ Անկեղծ ասած ես մի քանի օր մտածում էի այդ մասին, կարծեմ գրառում էլ կատարեցի։ Ես չեմ հասկանում ինչ խաղաղության մասին է խոսքը կամ ինչ խաղաղության մրցանակ է շնորհվել, ասենք այդ երկուսին։ Ալիևը երկու կարևոր հայտարարություններ է կատարել, հասկանում եք։ Հայտարարություններից մեկը կրկնել է նաև Թրամփը։ Հայտարարություններից մեկը կատարեցին հունվարի սկզբին, շատ հստակ կերպով հայտարարեց, որ միջազգային իրավունք այլևս գոյություն չունի։ Այդ նախկին սկզբունքները, որ գործում են, այլևս գոյություն չունեն։ Եվ հիմա ուժն է խոսում միջազգային դաշտում։ Ով ուժեղ է, միջազգային իրավունքը ինքն է թելադրում։ Ով ուժեղ է, ինքն է որոշում հակամարտությունը ինչպես կարգավորվի, ինչպես լուծվի։ Սա ուղղակի հիմա Ալիևի հետ չասենք բառացի միտք բանին սա հայտարարեց, նույնը կարկնեց նաև Թրամփը, եւ Գրենլանդիայի կամ մյուս տեղի այդպես հարցերով ինքը խոսում էին, տարբեր անգամներ նաև շատ հստակ կերպով ասել որ ուժն է թելադրում։ Այսօր էլ Ստիվեն Վիտկոֆը միտեղ հարցազրույց է ունեցել, երեք գնացել էր այդ Աբրահամ Լինքոլն նավի վրա, այնտեղից հայտարարություն ունեցել, որ ուժի միջոցով է, որ խաղաղություն է հաստատվում։ Սա միջազգային իրավունքի վերաշարադրման իմաստով է։ Եվ իրականության մեջ 2020 թվականից հետո միջազգային իրավունքը վերաշարադրվել է վտանգավոր կերպով, չափազանց վտանգավոր կերպով եւ վտանգավոր դրույթներ են մտցվել միջազգային իրավունքի մեջ, որը ընդհանրապես խաղաղություն չի բերելու։ Այդ խաղաղությունը, որ նման ձևաչափերով է ստեղծվելու, լինելու է կեղծ, շատ արագ հիմա կբացատրեմ ինչու է կեղծ լինելու եւ ժամանակավոր։ Եվ ընդհակառակը ոչ միայն խաղաղության չի հանգեցնելու, այլ դուռը բացում հետագա պատերազմների համար, որոնք լինելու են նույնքան երկարատև, ինչ որ նախկինները։ Ալիևը այդ մրցանակի ստացման ժամանակ մի հայտարարություն կատարեց, ասեց, որ այն ձևաչափով, որ մենք այս հակամարտությունը լուծեցինք, պետք է որպես ճանապարհային քարտեզ ներկայացվի այլ հակամարտությունների լուծման համար։ Ես երեք գրառում էի կատարել։ Եկեք մի հատ հասկանանք այդ ճանապարհային քարտեզը, որ Ալիևը խոսում է դրա մասին եւ դրանով հասան Արցախի հարցի այսպես կոչված լուծման իրենց պատկերացման կամ օկուպացման ժամանակավոր որն է։ Ճանապարհային այդ քարտեզի մեջ հակամարտությունը կարգավորելու համար ինչ պետք է լինի, պետք է կողմերից մեկը ուժեղանա, մյուսը թուլանա, քանի որ ինչպես իրենք են այս նոր ձևաչափով որոշել, ուժն է որ լուծում է խնդիրը։ Հետաբար եթե ուժն է լուծում խնդիրը, կողմերից մեկը պետք է ուժեղանա։ Դա ինչպես է տեղի ունենում, նախ դու աշխատում ես քո վրա, քո բանակն ես ավելի մարտունակ դարձնում, քո բանակն ես մեծացնում, ռազմական բյուջեն ես մեծացնում, քո մեջ մեծացնում ես ազգային ջիղը, ժողովրդին հուսադրում ես փոփոխությունների կապակցությամբ, հաղթանակի կապակցությամբ, եւ ընդհակառակը փորձում ես ամեն ինչ անել, որ հակառակորդը դիմացի կողքը թուլանա։ Ինչ կատարվեց Հայաստանի դեպքում 2018 թվականին իշխանության բերեցին պոպուլիստ մի կլավնի Նիկոլ Փաշինյան անունով, որը կործանեց Հայաստանում ամեն ինչ։ Առաջինը թիրախավորեց բանակը, թիրախավորեց ազգային արժեքները, այն ամեն ինչը որ մենք ունեինք, պատմություն, մշակույթ, եկեղեցի, բանակ, այն ամեն ինչը որ կառուցել էինք։ Եվ դրանով թուլացրեցին։ Մեկ փուլում երբ դու արդեն հասկանում ես, որ այդ ուժերի հավասարակշռությունը շատ լավ ձևի խախտված է, դիմացինը ընդհանրապես թուլացած է, որովհետեւ այդպես ասած համաճակություն չունի ոչինչ անելու, նրա հետ գնում ես պայմանավորված պատերազմի։ Ասում ես ես քեզ այդ խաղաղություն հետո կկնքեմ, այս կտամ, այն կտամ, պայմանավորված պատերազմ ենք սկսում, այն ամեն ինչը որ ես ուզում եմ, դու տալիս ես ինձ։ Նույնը տեղի ունեցավ 2020 թվականի պատերազմի ժամանակ առաջին փուլում, իսկ 2023 թվականի սեպտեմբերին արդեն երկրորդ փուլում Արցախի վերջնական օկուպացման կամ ժամանակավոր օկուպացման, կարելի ասել, Ադրբեջանի կողմից։ Այս միջոցին շատ հստակ մի բան կա այստեղ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունք։ Երբ դու սկսում ես միջազգային իրավունք ուսանել, ես էլ եմ ուսանել այդ ճյուղը, քեզ աննախնական առաջին բանը, որ քեզ սովորացնում են, հետևյալն է, որ ամբողջ միջազգային իրավունքը ձևավորված է 3 գլխավոր սկզբունքների վրա։ Ժողովուրդների ինքնորոշման իրավունք, երկրների տարածքային ամբողջականության
պահպանման սկզբունք, երկու հակամարտությունների լուծման համար բռնի ուժի կիրառումից հրաժարվել, խուսափել։ Այդ երեք հիմնական սկզբունքներն են եղել։ Հիմա այդ ձևաչափում ի՞նչն էր Ադրբեջանին խանգարում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, բայց ամենի մեջ հիմա ինչպես պետք է լուծեին ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Եթե հիշեք 2022-ին էր Նիկոլը Պրահայում հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտապետ ճանաչում է Արցախը ներառյալ, հետևաբար տարածքային ամբողջականության խնդիրը այդտեղ լուծվեց, այսինքն այդ սկզբունքը վերականգնվեց, եկավ վերև։ Մնում էր այդ ամեն ինչի իրականացմանը խանգարում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Ճանապարհային քարտեզի հաջորդ փուլը ո՞րն է։ Եթե կա ժողովուրդների ինքնորոշման իրավունք, որ քեզ խանգարում է, դա կարող ես լուծել մի հեշտ ձևով։ Չկա ժողովուրդ, չկա ժողովուրդների ինքնորոշման իրավունք։ Շատ պարզ։ Մինչև այն ժամանակ ժողովուրդը կարող է ինքնորոշման իրավունք ունենալ, եւ այդ ժողովուրդը գոյություն ունի եւ ապրում է ինչ-որ տարածքի վրա։ Իսկ երբ այդ ժողովուրդը այլևս այդ նախկին ձևաչափով գոյություն չունի, այլևս այդ տարածքի վրա չի ապրում, այդ ինչ ինքնորոշման իրավունքի մասին։ Հետևաբար ինքնորոշման իրավունքի այդ հարցը կարելի է լուծել շատ հեշտ միջոցով, ժողովրդին տեղահանել։ Այն ինչ որ տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերին Նիկոլ Ալիև փոխհամաձայնությամբ, քանի որ Նիկոլ այլևս չէր կարողանում տանել առաջ ժողովրդային ինքնորոշման իրավունքի ձևաչափով բանակցություն վարել, դրան ամբողջ այդ հարցը լուծեցին, խնդիր լուծեցին, ժողովրդին անեցին դուրս, չկա Արցախայություն, ուրեմն չկա Արցախի ինքնորոշման իրավունք։ Ամբողջ Արցախայության արեցին այնպես, որ բռնագաղթի ենթարկվի, դուրս կա խոճապ ստեղծելով բենզինի այդ պահեստի պայթյուն, պատերազմ, հիշում եք այդ իրավիճակը, չոքնել, չոժանդակել, 1 տարի պաշարման մեջ պահել Արցախի ժողովրդին, թույլ չտալ, որպեսզի Հայաստանից օգնություն գնալ, չանել որևէ գործողություն, որը վերջ կտա այդ իրավիճակին, հանգեցնեն միտեղ, որ այդ ժողովուրդը բռնագաղթի ենթարկվի եւ դուրս գա։ Եվ հիմա իրենց կարճ խելքով պատկերացնում են, որ ահա Արցախի ժողովրդին հանել են, չկա ինքնորոշման իրավունք, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնվել է, ուրեմն խնդիրը լուծված է։ Եվ Ադրբեջանը ասած, գիտեք, սա շատ լավ ճանապարհային քարտեզ է հակամարտությունների լուծման համար։ Որտեղ որ ուզում եք ձեր տարածքային խնդիրները ձեր հարևանների հետ լուծել, առաջորդեք այս ուղղությամբ։ Գնացեք, տվեք, ջարդեք, ժողովրդին դուրս արեք այդտեղից, գրավեք, անուն էլ դրեք հակաահաբեկչական գործողություն։ Եվ միջազգային հանրությունն էլ լռում։ Ցավում եմ, որ ամբողջ միջազգային հանրությունը այսօր ծափահարում է այս ճանապարհային քարտեզի համար։ Ծափահարում է հակամարտությունների կարգավորման այս ճանապարհային քարտեզի համար։ Ցավոք սրտի 2020 թվականի պատերազմին, 44-օրյայի պատերազմում, ու նաև 2023 թվականի Արցախի օկուպացման այդ գործողությունների ժամանակ աշխարհը երես թեքելով, աչքերը փակելով, չտեսնելու տալով լեգիտիմացրեց բռնի ուժի կիրառմամբ հակամարտությունների լուծումը, որը վտանգավոր դուռ է բացում։ Ինչու՞։ Մի հատ նայեք, հիշեք, որ Ուկրաինայի դեպքերը երբ սկսվեցին։ Սկսվեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Իսրայելը երբ որոշեց Գազայում բռնի ուժի կիրառմամբ խնդիր լուծել եւ այդ տարածքի հարցը փակել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից երեք էլ գրել էի նոր ժամանակաշրջան բացեց միջազգային իրավունքում։ Եթե նիստական թվականների խորհրդային միության փլուզումից հետո եւ տարբեր երկրներ հարաքվեների միջոցով ստեղծվեցին, Հարավսլավիան մասնատվեց, մի քանի երկրներ այդտեղ ստեղծվեցին հարաքվեի միջոցով, Չեխոսլովակիան դարձավ Չեխիա, Սլովակիա, Կոսովոն անկախացավ, Հարավային Սուդան անկախացավ, որտեղ նիստական թվականներից հետո միջազգային իրավունքը որդեգրեց հետեւյալ ձևաչափը, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը վեր է դասվում ամեն ինչից, նույնիսկ տարածքային ամբողջականության սկզբունքից եւ բռնի ուժի կիրառումից հրաժարվելու դեպքում արդեն ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է, որ գլխավոր դերակատարություն ունի։ Եվ բարեբախտաբար ամբողջ 30 տարի մենք ապրել ենք այդ ձևաչափի շրջանում եւ Արցախի հակամարտության կարգավորման բանակցությունները հենց այդ ժամանակաշրջանում են գնացել եւ մենք հաջողության ենք հասել։ 2020 թվականից հետո միջազգային իրավունքը իմ համոզմամբ մտել է նոր փուլ, որտեղ այլևս չկա ժողովուրդների ինքնորոշման իրավունք, դա մղվել է վերջին պլան, առաջին պլան է բերվել տարածքային ամբողջականությունը երկրների
եւ դրա վերականգնման համար լեգիտիմացվել է բռնի ուժի կիրառումը ցանկացած անվան տակ, դրա անվանում արդեն թողել են տվյալ երկրին, ինչ անվան որ ուզում է դա կարող է արդարացնել, միջազգային հարությունը ահա հաստատման կնիկ է դնում այդ ամեն ինչի վրա եւ թույլ է տալիս որպեսզի դա տեղի ունենա։ Շատերը կարող են ասել, դե լավ, ինչ վատ բան կա այստեղ, հակամարտությունները լուծվում են, խաղաղություն է հաստատվում, ինչ որ Նիկոլ հիմա փորձում է մեզ համոզել, որ հիմա Հայաստանում հաստատվել է։ Բայց իրականությունը որն է։ Իրականությունն այն է, որ այս ձևաչափով, այս ճանապարհային քարտեզով հաստատված խաղաղությունը պահպանվում է մինչև այնքան ժամանակ, երբ պահպանվում է այդ ուժերի հավասարակշռությունը։ Կողմերից մեկը մնում է ուժեղ, մյուս կողմը մնում է թույլ։ Մինչև այդ ժամանակ, այո, այս խաղաղությունը պահպանվում է։ Բայց ով ասաց, որ դա հավերժական է։ Ով ասեց, որ այս հավասարությունը չի կարող այսպես խախտվել։ Մինչև 2018 թվականը մենք այս վիճակի մեջ էինք գտնվում։ Հայաստանը այստեղ է, Ադրբեջանը այստեղ է։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո դարձավ այսպես, Ադրբեջանը եկավ այստեղ, մենք գնացինք այստեղ։ Բայց ով է ասել, որ չի կարող Հայաստանում իշխանության գալ կրկին ազգային մեկ իշխանություն, որը կփորձի փուլ առ փուլ մեզ քաշել վերև, գոնե բերել հասցրել այստեղ։ Ով չի կարող, այսպես ասել, ենթադրել, որ հնարավոր է մի ինչ-որ օր, ասենք, Ադրբեջանում էլ տեղի ունենա այն, ինչ որ տեղի ունեցավ 2018 թվականին Հայաստանում։ Ինչու չսպասենք այդ օրվան։ Ու նման ձևաչափի խախտման դեպքում, որ կրկին պատերազմ է սկսվում, կրկին իրավիճակները փոխվում են, ու այդ կեղծ խաղաղությունը, որը հաստատվել է, կորցնում է իր, այդպես ասած, լեգիտիմությունը եւ արժեքը։ Ինչու է Ադրբեջանը այս փուլում փորձում ամեն կերպ իր վերահսկողության տակ առնել մեր տնտեսական լծակները, ռազմական լծակները։ Հենց այս պատճառով, որ ինքը շարունակ է այստեղ մնալ, մենք այստեղ մնանք։ Օգնում է Նիկոլ Փաշինյանի մնա իշխանության, քանի որ Նիկոլը մնալու է այստեղ, Հայաստանը Նիկոլի օրոք մնալու է այստեղ, եւ աջակցում է Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրմանը։ Ինչու է փորձում մեզ Էժան Սորենի հնարավորություն տալով, որ Սորենը գայի տարածքով հասնի Հայաստան, Էժան բենզինը ուղարկում մեզ համար, միշտ ինքը այդ բենզինը ուրիշից գնում է սուբսիդիերով հերաթ վաճառում ես։ Որը որ այսօր աշխարհում երկու հիմնական լծակներ կան, որ դու կարող ես այլ երկրների դեմ օգտագործել։ Անվտանգային պարեն մթերքներ են։ Մեկը պարենն է, ալյուր, հացահատիկ եւ մյուս էներգակիրները։ Եթե այդ երկու լծակները դու ունենաս քո վերահսկողության տակ եւ ունենաս մի, այդպես ասած, ձեռնացու իշխանություն, դու այդ երկրի պահում ես քո իշխանության տակ։ Եվ Ադրբեջանը հա նման բանի է ձգտում, որտեղ ինքն էլ հասկանում է, որ այս ձևաչափով հաստատված խաղաղությունը կարող է ժամանակավոր լինել, եթե Հայաստանում ինչ-որ բան փոխվի։ Իսկ մենք ցանկանում ենք ինչ-որ բան փոխել Արցախի իրավիճակում, Արցախայության ճակատագրում, նաև մեր արժանապատվության հարցում, ու կարողանանք վերականգնել այն ամեն ինչը, որ մենք ունեինք մինչև 2018 թվականը։ Այդ ամեն ինչը սկսվում է այստեղից, որ մենք փորձենք այդ ձեռբազատվել այս իշխանությունից, որ մեզ բերել հասցրել է այստեղ, ու բերենք Հայաստանը բեկառվածը բերենք հասցնենք այստեղ։ Իսկ դրա հասնելու համար միակ հնարավորությունը 2020 թվական, 26 թվականի հունիսի 7-ի ընտրություններն են, որին բոլորս պետք է պատրաստվենք մեր բոլոր կարողություններով, սխալներ թույլ չտալով, ինչպես քիչ առաջ ասեցի, իրար կողքի աշխատելով, ճիշտ աշխատելով եւ ինչ որ փուլում լինելով նաեւ խիստ համարձակ ջենթելմենությունը կողտնելով եւ շատ հստակ կերպով ընդդիմության շարքերից վտարելով նրանց, ովքեր կհիասափեցնեն ժողովրդին ընտրությունների կապակցությամբ կամ կփորձեն ձայներ փոշիացնել, այդպես ասած առանձին որպես կուսակցություններ, մարդ կուսակցություններ ընտրությունների մասնակցելով։ Շնորհակալ